1918 թվականին Վահան Տերյանն իր անմիջական մասնակցությունը ցուցաբերեց Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմի թոհուբոհում հայտնված հազարավոր հայ փախստականների փրկության գործին։ Օգտագործելով խորհրդային կառավարության կողմից տրամադրած ավելի քան 6 միլիոն ռուբլի գումարը և 2 վագոն դեղամիջոցներն ու այլ ապրանքները, նա գլխավորեց Մոսկվայից ժամանած բժշկասանիտարական խումբը և անձամբ էր զբաղվում փախստականներին տեղի հայերի տներում և այլ կացարաններում տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ապահովում էր նրանց անվտանգությունը։ Ցուցաբերելով քաջություն և սառնասրտություն, նա կարողանում է փրկել իր պայուսակում գտնվող 6 միլիոն ռուբլին, երբ գնացքը, որով նա մեկնել էր Կովկաս, գրավել էին ավազակները։ Նույնպիսի քաջություն ցուցաբերում է նաև Հյուսիսային Կովկասում, որտեղ տեղի իշխանությունը ներկայացնող որոշ կոմունիստ ղեկավարներ զենքի սպառնալիքով պահանջում են, որ Տերյանն իր մոտ եղած գումարները տրամադրի իրենց կոմունիստական կարիքների համար։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք թողնել մեկնաբանություն։